Բարի երեկո ձեզ, հարգելի հայրենագիտներ, մեզ կներեք մի քանի րոպեով ուշանալու համար, ինչքան փորձում եմ ընդհանրապես չուշանալ, լինել ուրեմն հնագույն հայերից կամ էլ մի քիչ գերմանացի, բոլոր դեպքերում չի ստացվում, բայց շատ էլ չեմ ուշանում, էլի։ Հիմա ձեզ ասել էինք, որ մենք Հայացք Երևանից հաղորդաշարը, որի ընդգրկում է ինչպես ցույց է տալիս վերջին մեր դիտարկումները, ինչպես ուրեմն շատ տարածված է, ինչպես հանրապետության տարբեր շրջաններ, քաղաքներ, այնպես եւ հանրապետությունից դուրս տարբեր երկրներ, առանց չափազանցության եմ ասում, մենք ինչ-ինչ հաշիվներով աշխատանքի արդյունավետության համար մենք որոշեցինք, որ 3 շաբթի փոխարեն 5 շաբթի օր ժամը 7-ին դուրս հանք եթեր եւ սա առայժմ որ անփոփոխ է, եթե փոփոխելու կարիք լինի, մենք ձեզ կհաղորդենք։ Հիմա սա ընդհանրապես կարծում եմ, որ բոլորդ էլ լավ եք, ինչպես որ մենք իրար հանդիպելուց արցնում ենք, լավ եք, վստահաբար լավ եք, որովհետև լսում եք, եւ երկրորդը ուրեմն լավ չլինենք էլ մենք պարտավոր ենք լավ լինելու, որովհետև մեր դիմաց շատ խնդիրներ են կանգնած եւ մենք փաստորեն այս տարի շարքային ինչ որ իմաստով շարքային տարի չէ որ անցկացնում ենք, դա միանշանակ է, այլ այնպիսի մի տարի է, որտեղ ճակատագրական իմաստով լուծվելու է Հայաստանի Հանրապետության զարգացման մայրուղու հարցը եւ երկրորդը ասեմ ձեզ եթե երկրորդ պարագան լինի ուրեմն երկրորդ պարագան վատ է լինելու որտեղ լինելու է հետընթաց լինելու է նախկին իշխանությունների նախկին վերադարձ որին ես չեմ հավատում բայց դա լինելու են նաեւ ուրիշ բաներ կարող է եւ լինել հետընտրական ուրեմն զարգացումներ, որը մեր ժողովրդի եւ մեր երկրի համար կլինի աղետաբեր։ Ես ցես զգուշացնում եմ, տեսեք որ օրվանից է 3-4 ամիս կանդրություններին, բայց այսօրվանից առաջին անգամ ասում եմ, շատ վտանգավոր կլինի, որ ուրեմն Հայաստանի Հանրապետությունում լինեն հետընտրական զարգացումներ։ Իսկ այն բարակայում կարող է լինել, եթե իշխող ուժը չկարողանա հավաքել 51% առնվազն, չնայած 51%-ը որակի իմաստով շատ բան չի փոխի, բայց քանակական իմաստով կառավարություն ձևավորելու հնարավորություն կտա։ Ակնհայտ է մի բան, որ ուրեմն ռուսական սեգմենտը, որի առանցքը գիտեք Ղարաբաղյան կլան, ուրեմն արդյունաբերող արտադրողների բաների հետ մաֆիոզներ կլաններ հիշեցնող խմբեր եւ այլն գործողումներ Մոսկվայից, տեսնում եք հարազատ Մոսկվա ձեզ անկախ կապ չունի, չի մոռանում եւ անում է ամեն ինչ, որպեսզի հանկարծ Հայաստանի Հանրապետությունը զարգացման եւ ազատագրման շանս չունենա։ Դա վերաբերում է առաջին հերթին հայ ժողովրդին։ Ուրեմն այս բոլորը կարող է, ինչու եմ ասում, հետընտրական զարգացումներ, ուրեմն կախված է ժողովրդի գիտակից քվեարկությունից։ Իհարկե ամեն ընտրություններում նման բառեր կրկնվում են, ամեն ընտրության ժամանակ նույն զգուշացումները մոտավորապես լինում են, բայց այդ զգուշացնողների մեջ մինչև այժմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը չի եղել, որտեղ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ձեր կուսակցությունն է եւ նա ձգտում է լինել իսկապես կուսակցություն, ոչ թե արհեստական մի կառույց։ Հիմա վերադառնանք հարցադրմանը, այսպես հուսանք որ մենք կլինենք ողջախոհ, օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունների հիմնական կարգամեթոդաբանական ելակետից մեկը ողջախոհությունն, այսինքն երբ մարդը առողջ դադում է, ոչ աչե, ոչ ծախ է, ոչ երկնքից լուսին է իջեցնում, ոչ գետնի տակից ուրեմն ոսկե եղջյուրներով կովեր է հանում Կրեմլի ուրեմն պատերի տակից։ Ողջախոհությունը հայկական է, նորմալ է եւ այլն։ Հիմա դրա համար կարծում եմ որ ողջախոհությունը մեր ժողովրդին ուրեմն կուղեկցի այս բանակային հիմա մի մտահոգության մասին եմ ուզում ասել եւ լուծումներ առաջարկել, որը վաղուց ինձ ինչպես նաեւ կասեմ ձեզ տանջում է, բայց մինչեւ այս մտածում էի որ երևի թե խնդիրը այնքան էլ առաջ չի գնա, ինչի մասին որ ուզում եմ ասել։ Դուք տեսնում եք որ հասարակությունը մեր պառակտված է սփյուռքով, ուրեմն սփյուռքում գիտեք կամ նաեւ կառույցներ, որոնք Փրփուրը ուրեմն ինչպես ասում են վերամներին կռիվ են տալիս Հայաստանի պետականության դեմ, այնտեղ ազգային շահ, թուրքին գերի գնալ, ինչ են ասում վիլայետ դառնալ, այս տխմար խոսակցություններից արդեն կներեք զզվանք է մարդը զգում, որտեղ եթե այդ պարամետրը հանում ես, դիմացինի հետ խոսելու ոչինչ չի մնում։ Իբրև ռուսական ուրեմն գուբերնիան լավ է, դա հակադրվում է։ Ուզում են ուրեմն թուրքական վիլայետ։ Հասկանում եք ոնց է։ Մի բան կա, հայության մեջ ասեմ ձեզ, ձևավորված մի մտածողություն կա։ Երևի հայերի մի մասը գերատասում է
նեղացնելու համար չեմ ասում, կներեք արտահայտություն, բայց պատկերը տիպային է։ Հայերի մի զգալի մաս երևի ինչ-որ հայեր, օդիմիջի հայեր, ուրեմն գերատասում են մեռնել կազակի, ուրեմն ձիու սմբակների տակ, բայց հանդարտ թուրքական յաթաղանով չմնի։ Ուրեմն ասեմ, որ իմ համար կազակի ձիու սմբակը արդյունքի իմաստով եւ թուրքի յաթաղանը նույն բանն է, դա թե մյուսը տարբերություն չկա։ Ինձ համար նայեմ ասեմ, որ ըստ կյանք ապացուցեց արցախյան վերջի իրադարձությունների առումով, որ ռուսական գուբերնիան եւ թուրքական վիլայեթը նույն բանն են, ավելի վատ, որովհետեւ իբրև թե ռուսական գուբերնիան ավելի լավ է գուբերնատորով, բայց դուք տեսաք թե գուբերնատորները ձեր գլխի հետ ինչ խաղացին, ինչ եք հավատում, նամակ կգրեք Բաքու, այն քաղաքացիական 8 հոգուն, որոնք ռուսների կամքով վիժեցրին Արցախի պաշտպանությունը, բայց ռուսները իրենց վերցրեցին եւ Բաքու հանձնեցին։ Ուրեմն քաղաքականությունը շատ դաժան օրինաչափություններ ունի եւ առերեսման ուրեմն խնդիրներ է լուծում։ Ուրեմն սրանք ասում են, որովհետեւ մենք չսխալվենք։ Հիմա ինչ մտահոգություն է, որ այսօր մեզ համար դարել է ԿԺԳ-ի համար դարել է խնդիր։ Մենք պարակտված ենք ներսում, տեսեք ինչ կատաղի կռիվ է կնում ուրեմն երկրի ներսում իշխանության համար եւ պարակտված ենք Հայաստանից դուրս եւ բայց վատը, որը նաեւ տրամբանական արդյունք ունի, պարակտված է նաեւ հայաստանյաց առաքելական եկեղեցին, պարակտված է։ Սա առաջին հերթին ազատագրման նշան է, բայց երկրորդը ողբերգական է, որովհետեւ ինչպես մենք ենք ասում, մի բուռ հայեր պարակտված ենք բազմաթիվ ձևերով, բազմաթիվ տեղերով եւ տրոհված ենք։ Հիմա փաստ է սա, իհարկե սա դժվար փաստ է, վատ փաստ է, բայց արդյունքը ինչի համար։ Նախ երևի թե մեր ազգային միասնության մեջ կա, դե ասում են, չէ, ինչքան հայ, այնքան վարչապետ։ Ինչ եղել, որ հիմա բոլորը վարչապետ են ուզում լինել եւ այլն։ Հիմա մարդկանց հաջողություն ասված լինի, պարզապես ես չունեմ այդ հնարավորությունը։ Եթե լինեի ես Քրիստոսի կողմից լիազորված, ամենից համար մի վարչապետի աթոռ հաստատ կառանձնացնեի եւ դժգոհ չէիք լինի, որովհետեւ կունենայիք այդպես, բայց հիմա կյանք այդպես է, մի Հայաստանում կա մի ուրեմն վարչապետ, մի վարչապետի աթոռով իրականում դա բազգատոր է, դա գահ է, եթե մենք նկատի ունենք Հայաստանի ազգային պետականություն։ Եթե շարքային գուբերնիա նկատի ունենք, մի խոշոր մի աթոռ է, կամ եթե վիլայեթի, ես չգիտեմ ինչ։ Հիմա կոնկրետանա մենք հիմա պարտավոր ենք ինչ անելու, մենք մտածելու կարիք ունենք ինչպես ստեղծենք ազգային միասնություն։ Իհարկե ազգային միասնությունից բոլորը խոսում են, ժամանակին նաև ինչ-որ մի ֆոկուսնիկ ստեղծեց իր ֆոկուսնիկ խմբով, կասեմ կհասկանաք միանգամից ազգային միաբանություն կուսակցություն, բայց պարզվեց որ սրանց նպատակներ, ասենք, ստեղծեցին, որպեսզի Գավիադենի արտադրության թույլտվություն ունենան եւ պաշտոններ վարեն պետական ապարատում եւ նման բաներ, այսինքն այստեղ կեղծիքներ հետ կա, մանիպուլյացիան։ Հիմա ինչն է հարցը, ինչպես միավորվել մեզ պետք է, բայց այստեղ մի խնդիր կա։ Իսկ հնարավոր է Ղարաբաղի կլանի հետ միասին ազգային միասնություն, կարծում եմ հնարավոր չի, եթե որևէ մեկը պատրանք ունի, փորձեք։ Հնարավոր է մաֆիոզ խմբերի հետ, որոնք Հայաստանի տնտեսության կողոպուտով են զբաղված եղել եւ գիտեք նաեւ գնդակահարություններով, լրտեսություններով եւ տնտեսական քայքայումով, սրանց հետ ազգային միասնություն հնարավոր է, թե չէ։ Դա կարծում եմ, որ պատրանքներ չպիտի ունենանք եւ կարծում եմ դա հնարավոր չի։ Ընդ որում բոլորից զգուշացնում եմ, շատ եմ ասել, նորից ասեմ։ Երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղյան կլանի մասին, պիտի նկատի ունենանք, որ դա Արցախահայության մեր ժողովրդին չի վերաբերում։ Խոսքը կլանին է վերաբերում։ Կլանը նայում եք հիմա Վիկիպեդիայի եք մտնում, հիմա Պարկաստո շատ հնարավորությունները մեծ են, բառարանում նայում եք, տեսնում եք եւ այլն։ Երկրորդը, այդ Ղարաբաղյան կլան ասվածի մեջ նկատի ունեցեք, որ մենք ղարաբաղցիներ չէ որ կան, բայց կորիզը, իդեալը եւ տոնդվողը կազմակերպիչուզը ուրեմն Ղարաբաղյան կլանն է։ Դժբախտաբար դրանց գաղափարական հայրը այսօր ասում են հիվանդ է, ինչ Արցախը ուրեմն աղետի է ենթարկվել Զորի Բալայանի մասին է, ոչ երևում է, ոչ շնչում է, ոչ էլ ոգեշնչում է, ինչ որ անում էր։ Ուրեմն հիմա սա կարծում եմ սրանց հետ ազգային միասնություն հնարավոր չի։ Եթե սոցիոլոգիայի իմաստով եք վերցնում, եթե գիտության իմաստով եք վերցնում, սրանք մեր ժողովրդի հետ կապեր չունեն։ Սրանք ըստ էության ռուսական կամ քրեական աշխարհի հավելուկ են, կամ էլ ռուսական կապիտալի բաղադրիչներ են։ Սրանց շատ քչով դնում են կողքի ենք տնում, մնացածը բարձր ազգային միասնությունը դες համար խիստ անհրաժեշտ է։ Երկրորդ բանը կա, գիտեք որ քրիստոնեությունը նաև ապաշխարանքն ընդունում է, ենթադրենք սրանց մոտ մեջները կա մի
ինչ ասեմ, բանական էակ, զղջում են ասածները, ներողություն են խնդրում, չարիք գործածները վերադարձնում են, նաև հաջորդին խոստանում են, որ իրենց գոյությունով Արցախը վտանգեցին եւ Արցախը այսպես գոլոշիացավ։ Այն ժամանակ իհարկե նրանք մեր հասարակության եւ մեր ժողովրդի մասն են, բայց մենք տեսանք, որ այդպես չի լինում Հայաստանում դժբախտաբար, որտեղ մենք տեսանք, որ Ղարաբաղյան պատերազմը տանուլ տված 100,000-ավոր գեներալներից ոչ մեկ ինքնասպան չեղավ։ Մենք չտեսանք մի գեներալ, որը ինքնասպան է եղել, որը ռազմաճակատում վիրավորվել է։ Ու դրանից հետո մտածում ես, իսկ սրանք երբևէ ռազմաճակատում եղել են, թե չէ։ Հարցեր են, գիտեք, այսպես ուրեմն հիմա բուն թեման ինչն է հարցը։ Բայց մենք լուծումներ պետք է գտնենք։ Մեր ազգային միասնությունը, միաբանությունը ինչպես ենք անելու։ Ասեմ ձեզ, որ մեր կոչերը որևէ մեկի վրա չի ազդում, չի կարող ազդել եւ չի էլ ազդել, դա բացառված է։ Բայց ինչ է պետք, որ կյանքը ցույց է տալիս, ինչպես Հայաստանի պետության զարգացման հազարավոր տարիների պատմությունը, այնպես էլ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միայն գաղափարներն են, որ կարող են մարդկանց միավորել։ Խոշոր ազգային շարժումներն են, որ կարող են ազգային միասնություն առաջացնել։ Ոչ վաղ անցյալը հիշեցնեմ, կհիշեք, ովքեր որ լավ հիշողություն ունեն եւ ապրում են ազգային կյանքով, դուք հիշեք, թե Ղարաբաղի համար ուրեմն ոգեկոչվող միտինգներն ինչպիսի բազմություն ունեին, Արցախի ազատության համար առաջին պատերազմում ինչպիսի եռանդով էին արդյոք մասնակցում, պայքարում եւ այլն։ Այսինքն Արցախը եղավ մի պահ, երբ հայ ժողովրդին աշխարհում միավորեց։ Բայց դա էլ գիտեք, թե ինչ արդյունք ունեցավ, ինձնից լավ գիտեք, եւ այդ բոլորի դրա գլխավոր մեղավորը կազմակերպիչը Ռուսաստանն է, գործադրող Ադրբեջանն է, սրանց դաշնակիցը Ղարաբաղյան կլանն է։ Ոչ մի կասկած չունենաք, անկախ թե սրանք ինչ են բացատրելու, ինչ են ուրեմն ծուռումուռ քայլելու, ինչպես են ինչ ասելու։ Հիմա ուրեմն գաղափար համաշխարհային պատմության փորձով չեմ ուզում ասել, առիթ լինի կասեմ, բայց մեր ուրեմն պատմության փորձով ուզում եմ հետեւյալը հիշեցնեմ։ Նախաքրիստոնեական Հայաստանում, երբ որ քրիստոնեությունը սկսեց տարածվել Հայաստանում, քրիստոնեությունը հետո ընդունվեց դրթած մեծ գեթագավորի կողմից պետական կրոն, որն էլ ընտրեց կամ նշանակեց Գրիգոր Լուսավորիչին, ուրեմն գլխավոր arczepiskopos կամ հայոց կաթողիկոս, թագավորն արել, նկատի ունեցեք, ես ուրեմն եթե Գարեգին ուզուրպատորը հետ օրերին լիներ, հաստատ իմացեք, որ վաղուց թագավորը գլխատել վերջացրել էր իր բոլոր ֆոկուսներով հանդերձ։ Բայց հիմա այն ժամանակները չի, երբ դրտատ թագավորը առայժմ չկա։ Հիմա բայց փորձ ինչ է ցույց տալիս։ Հիմա գիտեք, վեճեր կամ քրիստոնեության ընդունումը Հայաստանի համար ձեռնտու էր, ձեռնտու չէր, անընդհատ ողջ է, որ մեր մշակույթը, չգիտեմ, մեր ինչը ոչնչացել է եւ այլն։ Այս բոլորը գիտեք ինչ կա։ Մատիկ ծծված գնել է քարտադրության համար եզրակացություններ են, որտեղ է հեղափոխական հեղաշրջում է լինում, իսկ քրիստոնեության տարածում աշխարհում մեկ եղել է հեղափոխական հեղաշրջում, գաղափարների հեղաշրջում, արժեքների հեղաշրջում, բազմաստվածության տեղ միաստվածության հաստատում, ուրեմն նոր փիլիսոփայություն, նոր դավանանք եւ այլն, բարձր որ այստեղ ինչ-որ բան նաեւ ճանապարհին կորել է, դա ուրիշ կերպ չէր կարող լինել։ Հիմա սա բայց նույնիսկ անկախ են չափից ինչ է եղել, ինչ չի եղել, կարծում եմ մենք պետք է առաջ նայենք եւ փորձ ընթառասնելով այդ հարցը շատ չքննենք, իմաստ չկա։ Հիմա շարժվենք առաջ, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ աշխարհում չկա, չի մնացել հիմա որ գոնե քաղաքագիրտ որևէ ժողովուրդ քրիստոնյա ժողովուրդների նկատի ունեն, որոնք բազմաստվածությունից չեն անցել դեպի միաստվածություն, նույնիսկ հռոմեական հզորակույն կայսրությունը, որը բազմաստված, կամ Հունաստանի դիցարանը հիշում եք, չէ՞, ինչ որ բաներ կամ Հայաստանի դիցարանը եւ այլն, հիշում եք, բազմաստվածության հազար մի բանի, նույնիսկ ասեղ թեր անողի համար անգամ Աստված կար։ Այս բոլորը ժամանակին գոլոշիացավ, բնական զարգացումով հաստատվեց միաստվածություն։ Միաստվածությունն էր պարագայում քրիստոնեության պարագայում։ Հիմա մենք եթե ես խորքերը չեմ մտնում բնականաբար, ես առաջարկում եմ իմ ասածները, եթե կասկածում եք, հեռախոսները հիմա բոլորը բարձ է որ մենք բոլորս հեռախոսը գրկած ման ենք գալիս եւ այսպես կարող եք Վիկիպեդիա մտնել, տեսնել այդ օրինաչափությունները վերաբերել ես որևէ գեղձիկ սուտ կամ ասում եմ թե չէ, ստուգեք, որտեղ բացառված է ես ցես սխալ գիտելիք կամ գեղձիկ փոխանցել, իսկ ինչ գիտելիք կամ բաստոր լինում է, որին կասկածում եմ, ես ցես ասում եմ, սա ինձ համար կասկածելի է, գուցե ձեզ համար ոչ։ Հիմա շարունակեմ։ Հայաստանը ճգնաժամ էր ապրում նախաքրիստոնեական շրջանում, մինչև տրթադմեց եւ ուրեմն Գրիգոր Լուսավորիչ բարքերի անգումը, իմացեք, ահավոր էր, ուրեմն ընտանիքների քայքայվածություն, արժեքների փլուզում եւ պետականության համար ռեալ վտանգ, ներքին իմաստով։ Ժողովուրդը իր
բնական որակը կորցնում էր այս շրջանում։ Այստեղ է, որ Գրիգոր Լուսավորիչի ավելի շուտ դրթատ մեծ արքայի լուսավոր ուղեղի լուսավոր լուծումը։ Են չեմ ասում հրաշապատումները, դուք ադատանգեղոս կարող եք կարդալ, այդ բոլոր պատումները կան, ինչու արքան որոշեց քրիստոնեությունը նախ ինչ որտեղ նաև պարտադրել եղած կամավորի հետ, ինչ որ ձևով հարցեր լուծել, բայց պետական կրոն հռչակել բարձրներ, որովհետև Հայաստանին միավորյալ ուժ էր պետք։ Հայաստանը պետք է ներքին իր անկայունությունը հաղթահարեր։ Հայաստանը պետք է ցեմենտի նման բարոյական ներքին ուժ ստանար։ Հայ ժողովուրդը պիտի բարոյական նոր բարձունքներ նվաճեր եւ բազմաստվածությունից անցներ միաստվածության, որովհետեւ միաստվածությունը, գիտեք, պետության միավորման է բերում, ուրեմն բարքերի կանոնավորման եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա եւ այդ որոշումը կայացվեց եւ տեսեք ինչ կա, որովհետեւ չտվա թե ինչ որ արհեստական բան է եղել։ Նախ երկիրը ուրեմն դրթատ հանճարեղ իսկապես ասեմ ձեզ, ինձ թվում է մենք լավագույն արքաներ շատ ենք ունեցել, բայց երկուսին ես առանձնացնում եմ իմ հետազոտական աշխատանքի նաև ձեզ ներկայացնելու առումով։ Արտաշես արքան, որ առաջին անգամ հայկական լեռնաշխարհը միավորեց, դարձրեց մեծ պետականություն եւ մեծ սիրով վայելեց այդ սատենիքի հետ միասին այդ պետականությունը, Հայաստանի մշակույթը մղեց մի քանի ուրեմն մղոն, ինչպես ասում են, տասնյակ առաջ, ուրեմն հունական մշակույթի հետ հայկական մշակույթի մի խառնումով եւ այլն եւ բացասարակություն ստեղծելու փորձ արեց, այսպես Տիգրան Մեծը բարձր արդյունքը պիտի երևար եւ երևաց պատմական ոչ հեռավոր ապագայում եւ երկրորդ մասը Դրթատ Մեծը, որ կարողացավ քրիստոնեության հարցը լուծել ուրեմն Գրիգոր Լուսավորիչի հետ միասին։ Հիմա տեսեք ինչի համար եմ սա ասում, տեսեք, բայց պատմական հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Հայաստանի պետականությունը Դրթատ Մեծից հետո աստիճանաբար ունեցավ ավելի շատ անկումներ ֆիզիկական իմաստով, այնտեղ երկու հզոր կայսրություններ սկզբից Հռոմ, Պարթևական Իրան, հետո Սասանյան Իրան, հետո Բյուզանդիան եւ այլն, արևելյան հռոմեական կայսրություն։ Ուրեմն սրանք աննպաստ վիճակ առաջացրեցին, հետո արաբական խալիֆատ եւ այլն։ Պետության կայացումը ֆիզիկական իմաստով ավելի դժվարացավ, տարածք ավելի կրճատվեց, սա մի փաստ է, որը կա։ Երկրորդ մասը նայեք։ Տարօրինակ է, շատ պարադոքսալ, նույնիսկ ասեմ, այնպիսի խոշորագույն պատմաբան, որին խորհուրդ են տալիս անպայման կարդալ, Հակոբ Մանանդյանը նշում է, կարող եմ առանցին ասել, բայց ես ասում եմ, որ դուք նաև, եթե գրքեր որոնում եք պատմագիտական, ուրիշ գրքեր չկարդաք, կարդաք կլասիկան, կարդաք այն խորքը, որտեղ Հայաստանի պատմությունն է։ Ուրեմն Մանանդյանն ասում է, որ պարադոքսալ բան տեղի ունեցավ։ Երկիրը ֆիզիկապես թուլացավ, տրոհվեց եւ այլն, բայց մշակութային վերելք ունեցան։ Դուք գիտեք, որ մեր մշակութային ոսկետարը եղել է պետականության անկման շրջանում։ Այդ բան, սա շշմելու բան է, իրողություն, եզակի դեպք է, երբ պետականության անկում կա, ֆիզիկական իմաստով կրկնեմ տարածքի կրճատում, ուրեմն այդ ժողովուրդը փաստորեն ապավինում է իր մտքի ուժին հաջորդի մասին է եւ ինքը ոսկեդար է ստեղծում իր մշակույթի մեջ, գիտության մեջ, փիլիսոփայության մեջ, ճարտարապետության մեջ, նկատի ունեցեք, հիմա թվարկելը շատ կարող է նեղանակ ինչ-որ բաներ ասեք, որը մասնագետ, որ իր մասնագիտությունով չեմ նշում, բայց բոլոր դեպքերում եւ այդ ճանապարհը ինչը բացեց։ Այդ ճանապարհը բացեց հայոց մշակութային վերազարթոնքի ոսկեդարի դարբասները բացեց Սուրբ Գրքի կամ Աստվածաշնչի թարգմանությունը, որ դուք գիտեք, որ Աստվածաշունչը հայկական եկեղեցիներում, նույնիսկ Գրիգոր Լուսավորիչի ժամանակ, որոշ ժամանակ ուրեմն ասորերեն, հունարեն եւ ուրեմն լեզուներով է, բայց Սուրբ Գրքի թարգմանությունը, որը նախաձեռնեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի Սահակ Պարթևով եւ իրենց ամբողջ թարգմանչական այդպիսի հսկա ընկերակցությամբ, ուրեմն բացեց լույսի ճանապարհը եւ քրիստոնեության գաղափարախոսության հետ միասին հորդաց նաեւ քրիստոնեական մշակույթը, քաղաքակրթությունը բացումների հասավ։ Ես ձեզ ասեմ հետեւյալը, որ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, այդ արժևորման իմաստով ես գիտեմ, որ ընդդիմադիրներ կան, հիմա բողոքողներ ասում են, բայ ժամանակվա այն գրականությունը բանը, եթե կա այդ գրականությունը նոր ցույց կտակ, այդ գրականությունը այդ ամեն ինչ է։ Քաղաքականությունը շատ կոնկրետ բան է, ես մեկը կարող ենք եւ ասենք։ Հիմա տեսեք Սուրբ Գրքի հետ լույսը քրիստոնեության տարածվեց Հայաստանի վրա որպես մշակույթ, որպես քաղաքակրթություն ասեցի եւ այլն։ Եվ հիմա մենք ունեցանք այնպիսի զարթոնք, որ եվրոպական հետակա գիտնականներն, օրինակ ուրեմն Աբիխը, որը հայկական վերնաշխարհ է, դասախոսության հեղինակն է, որի մասին ես ժամանակին ասել եմ, որը ուրեմն Հայաստանը անգիր գիտեր, նա գնահատում է, ասում է հայությունը
հրաշք գործեց քրիստոնեության ընդունումից հետո, այնպիսի մշակույթ քաղաքացիություն ստեղծեց, որ ինքը հավասարվեց աշխարհի ամենազարգացած ժողովուրդներին եւ պետություններին։ Աբիղ հիշեցեք։ Ուրեմն այ այսպեսի բան ինչ ասելիքս։ Հիմա մենք եւ ժողովուրդը համախմբվեց եւ պատմական հետո գիտեք բավականին դժվար ժամանակներում վերստեղծվեց Հայաստան ուրիշ իմաստներով կոնկրետ Բագրատունյաց թագավորություն, Կիլիկյան Հայաստան, Հայաստանից դուրս եւ այսպես շարունակ։ Հիմա Մխիթարգոշ, Լամրոնացի, այդ չեմ ուզում ծավալվեմ այդ ուղղությամբ, բայց ինչն է փաստը։ Փաստը մնում է հետեւյալը։ Ինչու դա եղավ։ Դա եղավ, որովհետև գտնվեց այն գաղափարը, այն լույսը, որը լուսարցակի նման դարերի խորքը գնաց եւ դեպի ապատակ ցույց տվեց։ Այստեղ երկրորդական մի բան ասել, Ժորժ ջան։ Այդ որ հայության այդ մշակութային վերազարթոնքը, որը քրիստոնեական վերազարթոնքն է, քրիստոնեության գաղափարի, քրիստոնեության արժեհամակարգի, քրիստոնեական հայկական դավանանքի, դրա փիլիսոփայության ընկալումը ոչ միայն հայ ժողովրդի համար ապահով է շատ բան, ուղղակի շտրխի համար մասով ասեմ, շարժվենք առաջ, այլ նաև ծառայեց այլ ժողովուրդների, օրինակ, վրացիները ստացան այն, ինչ որ պիտի ստանային, հետո իհարկե իրենք բյուզանդականություն ընդունեցին, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք քրիստոնեություն այդ լուսավոր բանով, այդ վերազարթոնքով մշակութային մեզնից ստացան։ Նույն աղվանների մասին է խոսքը, որ այսօր դժբախտաբար Ադրբեջան կոչվող այդ հորդաների բանի տակ է իրականության, բայց փաստը այն տարերի իմաստով մնում է որպես իրականություն։ Ավելին, ես ձեզ որպես փիլիսոփակրթության ասեմ հետևյալը։ Ուրեմն շատ փիլիսոփայական տեքստեր, չեմ ասում բժշկական եւ այլն, այդ բոլորն եղել է ժամանակին, ուրեմն հայ թարգմանիչները հունարենից եւ այլ լեզուներից, հիմնականում հունարենից թարգմանել էին եւ հայերեն դրանց բնօրինակները միայն իրենց գորելը մնացել են հայկական թարգմանությունները որպես առաջին ձեռք։ Ասեմ հետեւյալը. արաբական փիլիսոփայությունը, որ կա Միշնադարում, դուք գիտեք, արաբական փիլիսոփայությունը թրիչք ունեցավ, դա հունական հայկական փիլիսոփայության հենքի վրա էր։ Ուրեմն հայերը մենք դառանք միջնորդ, ուրեմն այդպես ստացվեց հունական փիլիսոփական ժառանգությունը արաբերենի վերածելու եւ արաբական փիլիսոփայություն ստեղծելու համար։ Ուրեմն դուք կարող եք հպարտ զգաք, հայ մշակույթը դարձել այն կամուրջը, որը ծնել է արաբական փիլիսոփայությունը։ Սա հատկապես ասում եմ Մեծարու Միջին Արևելքի մեր հայրենագիտների համար։ Ուրեմն այսպես եթե առիթ լինի կծավալվենք։ Հիմա ավելի քանի որ մեր հաղորդումը քաղաքական է եւ կուսակցության նախագահի, այսպես ասած, բանն է, ուրեմն հաղորդումն է, ասեմ հետեւյալը, որ հիմա մենք որոնում ենք ինչ գաղափար կարող է մեզ միավորել։ Ասեցի Ղարաբաղյան հարցը միավորեց, բայց գիտեք ինչ կատարվեց։ Տեսնում եք պետականության հարցում ինչ դաժան կռիվ է կնում պետական ամբետների կողմից եւ նրանք փոքրամասնություն Հայաստանի մաֆիան պետականության դեմ է, կլանը դեմ է։ Ես կան ասեն, դա ռուսական սեգմենտն է, որ գիշերցել է կռիվ է տալիս այս կամ անկել, կամ Թրամփի ուղու դեմ, կամ երկաթուղին պահելու համար, կամ ամերիկյան միջուկի դեմ, ռուսական ես 100-200 տարվանոց ատոմակայան պահել եւ այլն։ Այս բոլորը դուք տեսնում եք, հիմա դրա համար կոնկրետ անում եմ։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի ապագան եւ ես գիտեմ, որ կուսակցության անդամներից դուրս համախոհներ ունեն եւ կան, կարծում եմ հիմա կպաշտպանեն, որ մենք չորրորդ հանրապետություն, որ անպայման պիտի ստեղծվի, այս աղբից, բամից, այդ ժառանգությունից, վատից հրաժարվելով, լավը ինչ որ կա գտնելով, վերքանելով, ուրեմն մենք պիտի նոր գաղափար առաջարկենք։ Սովորաբար դուք գիտեք, չէ, հայ իրականության մեջ էլ ինչ ասում է ամենալավ նորը, ամենավատ մոռացվածինն է, կամ չմոռացվածինն է։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի միավորման համար աշխարհում չվախենանք, ուրեմն դա լինելու է քրիստոնեական արժեհամակարգի վերընթերցումը, վերակազմակերպումը, հավատ առանձին հարցեր, լավ կլինի, որ հավատավորների շարքերը շատ ուրեմն շատանան հատկապես Էջմիածնի պատերից ներս, բայց դա մի քիչ ուտոպիական հարց է, հավատը մի օրում չի լինում երնում, բայց քանի որ մեր մշակույթը ինքը քրիստոնեական է, ինքը ամբողջովին ներծծված է քրիստոնեությամբ, ես կարծում եմ, որ մենք կուսակցությունով կարծում ենք, որ միավորիչ գաղափարը կարող է լինել քրիստոնեական ժողովրդավարությունը որպես ամբողջական կոնցեպցիա, որպես ապագային նայվող ուրեմն Հայաստան առողջագործության հայրենիք երկիր եւ այլն եւ այլն։ Եվ սա կարող է լինել այն գաղափարը, քարշիչ ուժը, տանող ուժը, որը մեզ դուրս կբերի ճահիճից այնպես, ինչպես ուրեմն Գրիգոր Լուսավորիչի եւ Տրտանմեցի ժամանակ Հայաստանի ճգնաժամը հաղթահարվեց
քրիստոնեության ընդունումով, տարածումով եւ պետական կրոն հրճուկելով։ Իհարկե հիմա խոսքը չի կարող լինել կրոնապետության մասին, սա անիմաստ խոսակցություն է, նույնիսկ ով կանտրատարանտա հասություն է, խոսքը դրա մասին չի, բայց մենք որպես, այսպես ասեմ, հազարավոր տարիներ ապրած, արարած որպես քրիստոնյա մշակույթ, քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ եւ պետականություն կերտող այսօր ժողովուրդ պետք է ունենանք միավորիչ գաղափար աշխարհով մեկ, հատկապես հանրապետությունից ներս, եւ դա քրիստոնեական ժողովրդավարությունն է։ Դուք այստեղ կարող եք ասել, որ իհարկե ընտրությունների նախօրյակ է, ես քարոզչություն եմ անում, կարող եք ասել, որ միտումով է, որովհետեւ այդպես չի եւ այլն, կարող եք ասել իրավունքը ձերն է, բայց ես ասում եմ, այո, ես ձեզ բացատրում եմ, ասում եմ այն գաղափարը, որը ուրեմն կարող է մեր ժողովրդին բարձրացնել, բայց դրա համար անկեղծ նվիրում է պետք է հասկանանք խնդիրը, շարժվենք առաջ։ Այդտեղ էլ ասենք, այն մեղադրանքը, որ հանգած կուղղորդեք ինձ, որ ես քարոզություն եմ անում, հակառակ կասեմ, որ դուք պետք է դեպքում գոհ լինեք, որ ես իմ համախոհների հետ միասին ստեղծել եմ քրիստոնեական ժողովրդավարության կուսակցություն, որը որոնումների մեջ է, որը զարգացման ընթացք է ապրում, երբեմն դժվար, երբեմն հեշտ, բայց ինքը հայոց լուսավոր աստղին հավատում է եւ այդ աստղը քրիստոնեական ժողովրդադեմոկրատիան, այսինքն մեր ժողովրդի համար, որտեղ ինքը քրիստոնյա ժողովուրդ է։ Ես ասեմ հետեւյալը ու փակեմ հարցը։ Պարուս Սևակ կարդացեք, Պարուս Սևակի մի հրապարակախոսային ելույթից մի տող ասեմ, մնացածը դուք գիտեք։ Նա ասում էր, որ ով Աստվածաշունչը չի կարդացել, Պարուս Սևակի մասին է խոսքը, կոմունիստների տարիներին է, ուրեմն ով Աստվածաշունչը չի կարդացել, նա չի կարող լիարժեք մտավորական մարդ լինել, եւ չեմ ասում գրող եւ այլն։ Եվ նա օրինակներ է բերում, ասում առանց քրիստոնեության լույսի եւ այդ դավանանքի եւ այլն չէր կարող լինել ոչ կարծեմ Հյուգո եւ այլն, մեր օրինակով ցույց է տալիս, չէր կարող լինել Նարեկացի, չէր կարող լինել Արամ Խաչատրյան, ես ավելացնեմ, եթե դա չներ Պարուս Սևակը չէր կարող լինել, բարովես Պարուս Սևակ։ Դրա համար այո, բերեք խորհեք, մտածեք, դիմադրելու կարիք չկա, այն գաղափարին ձուլվել է պետք եւ բոլորս միասին խելքի տալով զարգացնել այդ կոնցեպցիան, գաղափարը տարածել, հավատալ, այո, մեր պետության աստղին, մշակույթին եւ այդ պետությունը, այսպես ասեմ, օծել, պետությունը ցեմենտել քրիստոնեական լույսով ողողել։ Սա ամենևին էլ խոսքը կրոնապետության մասին չի խոսքը, այլ արդիական, եվրոպական տիպի կասեք, արևմտյան տիպի կասեք, ես ասում եմ Հայաստանակենտրոն Հայաստանի համար։ Այնպեսի Հայաստան մենք կարող ենք ունենալ, եթե մենք պինդ կկրկենք քրիստոնեական ժողովրդավարության գաղափարը, դրա փիլիսոփայությունը, դրա դավանանք եւ շարժվենք ապակա առած վախենալու, բայց իհարկե քննարկելով, տեսնելով եւ այլն եւ այլն եւ այլն։ Դեսկա, բարի գիշեր ձեզ։ Այսօր ես ասեմ, սա փիլիսոփայական տեքստ է, բավականին դժվար է մարսելը, դրա համար խորհուրդ եմ տալիս մի բաժակ սուրճ եւ մտածել իմ ասածների մասին։ Բարի գիշեր։